Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուզում եմ առաջինը հետաքրքրվել բուժաշխատողների լայնամասշտաբ դժգոհությունների մասին, երբ մարդիկ ասում են, որ իրենց ծանրաբեռնվածությունը էականորեն ավելացել է առողջապահության ապահովագրական հիմնադրամի գործունեության արդյունքում, բայց նրանց աշխատավարձի վճարումները 2-3 անգամով պակասել են։ Ինչ գնահատական եք դուք տալիս առողջապահության նախարարության այն հրապարակային դիրքորոշումներին, որ ովքեր կասկածի տակ են դնում բուժաշխատողների դժգոհությունների լեգիտիմությունը եւ ոլորտի ներկայացուցիչների իրենց անունից խոսելու իրավունքը։ Եվ ուզում եմ, որ ազգային ժողովի ամբիոնից խոստանաք ինչ եք անելու բուժաշխատողների իրավունքների վերականգնման ուղղությամբ, ովքեր որ պատժվում են խոսելու համար կամ կարծիք արտահայտելու համար, եւ աշխատավարձերի իրավաչափության մասով ինչ համակարգային քայլեր եք նախաձեռնելու, որպես տեսլական։ Սա առաջին մասը։ Երկրորդը դուք ասացիք, որ մարզային հիվանդանոցները քանդված վիճակում են եւ հիմա արդեն իրական Հայաստանում ամեն ինչ արտակարգ է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մոտավորապես 7 տարի ես այստեղ, այս դահլիճում խոսում եմ Վարդենիսի հիվանդանոցի մասին։ Եվ 7 տարվա ընթացքում մենք տեղաշարժ չունենք։ Ամեն անգամ նախարարները տարբեր ասում են, որ հիմա մենք կունենանք նոր հիվանդանոց, այդ նոր հիվանդանոցը համ բժիշկ կլինի, համ տեխնիկա կլինի, համ էլ հիվանդանոցը չի քանդվի հիվանդների գլխին։ Բայց ոչ հիվանդանոցն է կառուցվում, ոչ այդ մրցույթն է հայտարարվում եւ ամենակարևորը հիվանդանոցի կառուցումը նաեւ ենթադրում է դիահերձարանի կառուցում, իսկ մենք չունենք դիահերձարան ամբողջ տարածաշրջանում եւ նախորդ ժամանակահատվածում, երբ այդտեղ կանգնած էր ձեր կուսակից մյուս ընկերը, ասաց, որ 70 կիլոմետր հեռավորության վրա ոչ մի խնդիր չկա, տրանսպորտ է գործում եւ կարող են կարգավորել, ավարտում եմ, այսինքն դիակի դիահերձումը 70 կիլոմետր հեռավորության վրա կազմակերպումը, որքանով է բխում առողջության կամ մարդկանց իրավունքներից, որոնց մասին դուք երկար մոտ 20 րոպեանոց տեքստ ասացիք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, առաջ երթին անդրադառնամ ձեր նշած դժգոհություններին բժշկական հանրության կողմից, պիտի ասեմ, որ ապահովագրության ներդրմանը զուգընթաց եւ համատեղ դիմելիության քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում եւ դրա հետ կապված մենք այո ունեցել ենք որոշակի խնդիրներ եւ մասնավորապես նեղ մասնագետներին վերաբերվող աշխատավարձի ցածր հաշվարկային լինելը հունվար ամսվան դա պայմանավորված է ավելի շատ մուտքագրման խնդիրների արդյունքում առաջացած ծավալների չհասցնելու պատճառով։ Իսկ նաև նախարարը վերջերս հայտարարեց, որ փետրվար ամսին այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին հունվարին, կարող են վերահաշվարկվել եւ նաև հետադարձ վճարվել փետրվար ամսին հունվարի համար։ Եվ այս առումով կարծում եմ, որ կանոնակարգվի ընթացս, որովհետև ապահովագրության համակարգի նոր ներդրման հետ ես արդեն ասացի, որ որոշ խնդիրներ իհարկե ի հայտ կգան։ Եվ սա այդ խնդիրներից մեկն է, որը որ արդեն մեծամասամբ լուծվել է եւ տեխնիկական առումով արդեն եւ բժշկական հանրությունը եւ ծրագրային փոփոխությունները թույլ են տալիս ավելի սահուն կազմակերպել այդ նշված հարցերը, որպեսզի ծավալային առումով ոչինչ դուրս չմնա համակարգից։ Ինչ վերաբերվում է նախկինում եղած մեր ունեցած բուժհաստատություններին, ես նորից պնդում եմ, որ այո, մարզային բուժհաստատությունների որոշակի վիճակներ եւ ծառայությունների բացակայություն ինչ-որ դեպքերում ծառայությունների գործունեություն, բայց տեխնիկական խնդիրներ այո եղել են։ Եվ այսօր գաղտնիք չի, որ մենք ինչ ենք անում, վերազինում ենք եւ վերանորոգում ենք եւ հիմնանորոգում ենք բավականին շատ բժշկական հաստատություններ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչ վերաբերում է Վարդենիսի ձեր ասած խնդրին, ես գիտեմ, որ այնտեղ բժշկական արդեն կոմպլեքսը կառուցվում է եւ նրանքից նաեւ գործելու լիցենզավորված պատշաճ նորմերին համապատասխան դիահերձարան։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն։ Եթե կարելի է, եթե տիրապետում եք տեղեկությանը, խնդրում եմ ասեք, որտեղ է կառուցվում այդ նոր հիվանդանոցային կոմպլեքսը, երբ է նախատեսվում ավարտը, ես ուզում եմ գնալ ու տեսնել իսկապես որտեղ է կառուցվում, որտեղ դրա մասին ոչինչ հայտնի չէ։ Սա առաջին, եւ երկրորդ, ինձ հետաքրքիր է այնուամենայնիվ, դուք տեղյակ եք Հռիփսիմե Հունանյանը ինչու հրաժարական տվեց եւ ինչ երաշխիք ունեք, որ ձեր հետ նույնը չի կատարվելու ընտրվելուց հետո։ Շնորհակալ եմ։
շինարարական մանրամասնությունների չեմ տիրապետում, իսկ ինչ վերաբերում է Տիկին Հունանյանի հրաժարականին, ես կարծում եմ, որ Տիկին Հունանյանը հենց ինքը շատ պատշաճ կերպով մեկնաբանել է ժամանակին եւ դրան ավելացնելու ոչինչ չունեմ, շնորհակալություն։